Ողջույն ձեզ սիրելի ժողովուրդ, ահա շարունակում ենք պատարագի բացատրության մեր վիդեոների շարքը ու հիմա հասել ենք ամենակենտրոնական ու ամենակարևոր եւ ամենաերկար աղոթքին, որ պատարագի ամենակարևոր աղոթքն է ու կոչվում է գոհաբանության աղոթք։ Այս աղոթքի ժամանակ է, որ խորհրդավորապես Աստուծո որդու ասածով հացը եւ գինին պատարագի ժամանակ փոխվում են ու դառնում են Տիրոջ արյունը, Տեր կենդանին, Տիրոջ արյունը եւ Տիրոջ մարմինը։ Այս ամեն ինչը հիմա այս ձայնագրության մեջ ինչ-որ պիտի ասեմ, այնքան կարևոր է, որ եթե ձեր տեղը հարմար չի մինչև վերջ լսելու, խնդրում եմ, կարող եք պաուզա տալ կամ թողնել երեկոյան լսել մի ինչ-որ հարմար տեղ երբ որ լինի, որովհետև եթե դուք մի անգամ մասնակցում եք պատարագի կամ դուք ուզում եք հասկանալ պատարագը, այս կենտրոնական աղոթքը, որը կոչվում է գոհաբանության աղոթք, պետք է անպայման լավ հասկանալ։ Ուրեմն տեսեք, Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ երգից հետո սարկավակները ժողովրդին կոչում են ամբողջական ուշադրության, ասում է ձեր միտքը վերև բարձրացրեք, ահիվ կացուկ, երկյուղիվ կացուկ, բարվով կացուկ, այսինքն վախով կանգնենք, երկյուղով կանգնենք, ուղիղ կանգնենք եւ զգուշությամբ հետևենք, նայենք դեպի Տեր Աստված, որովհետեւ Աստուծո անարատ գառը հենց հիմա Քրիստոսը պատարագ է մատուցվում, ժողովուրդն էլ ասում է, սա ողորմության պատարագ է, սա խաղաղության պատարագ է, սա օրհնության պատարագ է, եւ քահանան ասում է, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու շնորհները, սերը եւ Աստվածային սրբարար զորությունը թող լինեն ձեր բոլորի հետ։ Ժողովուրդն ասում է ամեն եւ քո հոգու հետ։ Մեկ է սարկավակները խորանից ասում են դռներ, դռներ, կատարյալ իմաստությամբ եւ զգուշությամբ ձեր մտքերը դեպի վեր ընծայեք Աստվածային երկյուղով, այսինքն եւ ժողովուրդը երգում են ասում են քեզ ենք ընծայում ով ամենակալ Տեր, այսինքն մեր մտքերը հիմա մեր ու ամբողջ ուշադրությունը միայն քո վրա է ամենակալ Տեր եւ սարկավակն ասում է գոհություն տվեք Տիրոջը ձեր բոլոր սրտով, ժողովուրդն ասում է արդարը եւ իրավացի եւ այդտեղ սկսվում է գոհաբանության աղոթքը։ Պատարագի ամենակենտրոնական, ամենակարևոր աղոթքը եւ ամենաերկար աղոթքը, որը հիշեք, դիմվում է Հայր Աստուծոն։ Աղոթներ կա, որ մենք դեպի Քրիստոսին ենք դիմում, աղոթ կա նույնիսկ, որ մենք Սուրբ Հոգուն ենք դիմում, բայց այս աղոթքով դիմում ենք Հոր Աստծուն եւ այնտեղ եւ խոսվում է աղոթքի մեջ այն բանի մասին, թե ինչպես Հայրը հատուկ մի առաքելությամբ իր որդուն Տեր Հիսուս Քրիստոսին ուղարկեց աշխարհ մեր փրկությունը ապահովելու համար։ Հիմա տեսեք, այս ընթացքում, այս խոսակցությունից հետո, որ ես ասացի, սարկավակները ասում են, որ ուշադրություն դարձրեք, եղեք ուշադիր վիճակի մեջ, որովհետև սա պատարագի ամենակարևոր մասն է, այդ ժամանակ ժողովուրդը քահանան սկսում է մի աղոթք, լուր ինքը արդեն սկսել է այդ աղոթքը, որի վերջում դուք լսում եք եւ ընծերով փեսեն, եւ ընթքերով փեսեն, միաձայն սրբասացությամբ օրինել նվագ եւ աղաղակելով ասեն, ժողովուրդը սկսում է երգել Սուրբ Սուրբը։ Ծանոթ եք, չէ՞։ Ես հիմա ձեզ ուզում եմ կարդալ այդ աղոթքը սկզբից, գոհաբանության աղոթքը, որ դուք տեսնեք, թե ինչ ենք աղոթում այդ ընթացքում։ Ուրեմն քահանան ասում է. Արդար ես դուգապես եւ իրավացի, փութաջան ջերմեռանդությամբ, երկրպագելով փառավորել քեզ, ով ամենակալ Հայր, որովհետև քո անզննելի եւ առաջակիտ խոսքիդ միջոցով, այսինքն ով է Աստծո Հոր խոսքը, Տեր Հիսուս Քրիստոսը չէ, Քրիստոսի միջոցով, մեղքերով առաջացած անեծքը վերացրեցիր, այսինքն այն անեծքը, որը դրված էր Ադամի եւ Ադամի սերունդի վրա, որը առաջացած էր Ադամի մեղքի պատճառով, վերացրեցիր։ Նա, այսինքն Քրիստոսը, նա եկեղեցին ընդունեց, այսինքն ժողովրդին ընդունեց, Քրիստոսը ժողովրդին ընդունեց, որպես իր ժողովուրդը սեփականացնելով իրեն հավատացողներին, կուսական ծնունդի խորհրդով, զննելի մարդկային բնությունը առավ եւ հաճո եղավ մեր մեջ բնակվելու եւ որպես ճարտարապետ Աստվածային նոր կառույցի երկիրը երկնքի վերածեց։ Նա, այսինքն Քրիստոսը, որի առջև հրեշտակների բանակները չեն համարձակում կենալ, վախենալով իր աստվածության փայլակնացայտ եւ անմատչելի լույսից, տեսնեք ինչ գեղեցիկ բառեր են։ Մեր փրկության համար Քրիստոսը մարդացավ եւ մեզ շնորհեց պատիվը երկնայինների հետ հոգեղեն պարեր պարելու։ Ովքեր են երկնայինները, հրեշտակներն են, չէ՞։ Եվ սերովփեների եւ քերովփեների, դրանք հրեշտակների դասերն են, եւ սերովփեների եւ քերովփեների հետ միաձայն սրբասացությամբ այս երգը հորինելու եւ համարձակորեն գոչելու, աղաղակելու նրանց հետ եւ ասելու։ Այստեղ ժողովրդը երգում է Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր զորությանց, երկինք եւ երկիր լցված են քո փառքով, օրհնություն բարձունքների վրա, օրհնյալ ես, որ եկար եւ պիտի գաս Տիրոջ անունով,
Օվսաննա բարձունքների վրա։ Այդ ընթացքում դա երկներ։ Մյուս անգամ այդ մասին առանձին խոսենք Սուրբ երկի մասին, թե որտեղից է, ինչ է։ Այդ ընթացքում քահանան շարունակում է իր աղոթքն, ասում է. Սուրբ, Սուրբ, Սուրբ ես ճշմարտապես եւ ամենասուրբ, եւ ով կարող է պարծենալ խոսքով բովանդակել մեր հանդեպ ունեցած քո անչափ բարեգովությանդ հորդորումները, դու սկզբից իսկ հոգացիր մեղքի պատճառով ընկած մարդու մասին, մխիթարեցի նրան զանազան կերպերով, մարգարեներով, օրենքներով, քահանայությամբ եւ երինջների զոհաբերումով, որ 5 տականում այդ տաճարի մեջ զոհաբերումներ էին անում, եւ երինջների զոհաբերումով, որպես նախաստվեր այս պատարագին, Իսկ այդ բոլորից հետո մեր բոլորի հանցանքների դատավճիռները պատռելով, մեզ տվեցիր քո միածին որդուդ, այսինքն Հիսուս Քրիստոսին, որպես պարտապան եւ պարտք, զոհ եւ օծյալ, գառնուկ եւ երկնավոր հաց, քահանայապետ եւ պատարագ, որովհետեւ դու ինքդ ես բաշխողը եւ դու ինքդ ես, որ բաշխվում ես մեր մեջ անհատնում կերպով, անկեղծ եմ ասում, փշաքաղվեցի, դու ինքդ ես բաշխողը եւ դու ինքդ ես, որ բաշխվում ես մեր մեջ անհատնում կերպով, երբեք չվերջացող կերպով, Ժորժ ջան, սենց բաներ է կատարվում, ախր ոնց կարելի է պատարագի չգնալ երկյուղով ու հավատքով չմոտենալ Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ շարունակում է քահանան, ասում է, նա, այսինքն Քրիստոսը, իրապես եւ ոչ թե ցնորքի նման մարդացավ եւ աստվածային ու մարդկային բնությունների անշփոթ միությամբ մարմնացավ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից եւ քայլեց մարդկային կյանքի բոլոր կրքերի մեջ առանց մեղանչելու եւ կամովին եկավ աշխարհի կյանք տվող եւ մեր փրկության առիթ հանդիսացող խաչին, հացը առնելով իր աստվածային անմահ, անարատ եւ արարչագործ ձեռքի մեջ, խոսքը գնում է վերջին ընթրիքի ժամանակ, հացը օրհնեց, գոհություն տվեց, բեկանեց եւ տվեց ընտրյալ սուրբ եւ սեղանակից իր աշակերտներին ասելով. Սրանից հետո դուք լսում եք քահանայի երգը. Առեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեր եւ շատերի համար է բաշխվում մեղքերի քավության եւ թողության համար։ Դուք երևի տեսել եք, որ քահանան ասում է. Առեք կերեք, այս է մարմին իմ, որ վասն ձեր եւ բազմած բաշխի, ի քավություն եւ ի թողություն մեղած։ Ժողովուրդը ստեղ լուր ասում է ամեն, այսինքն ճշմարիտ է, համաձայն ենք եւ շարունակում է քահանան աղոթքը, նույնպես բաժակը առնելով օրհնեց, գոհություն տվեց, խմեց եւ տվեց իր ընտրյալ սուրբ եւ սեղանակից աշակերտներին ասելով. խմեք սրանից բոլորդ, այս նոր ուխտի իմ արյունն է, որ ձեր եւ շատերի համար է թափվում մեղքերի քավության եւ թողության համար։ Սրանք բոլորն Աստվածաշնչից են։ Տերն ասում է, սա նոր ուխտ է Աստուծո եւ ձեր մեջ, սա հավիտենական կյանք է տալիս ձեզ, եկեք խմեք սրանից, սա անհատնում է, չի վերջանում։ Ժողովուրդ ջան, ոնց կարա մարդ չգնա այս ամեն ինչը հասկանալուց հետո։ Ժողովուրդը այս խոսքերից հետո երջախում է երգում, ասում է ամեն, Հայր երկնավոր, քո որդուդ մահվան տվիր մեզ համար, որպես պարտապան մեր մեղքերի, նրա արյունով, հեղումով աղաչում ենք քեզ, ողորմյա քո բանավոր հոտիդ։ Այդ երկի երաժշտությունը սենց է, երևի ծանոթ է ձեզ։ Քահանան շարունակում է սրանից հետո աղոթքը, ասում է. Քո միածին որդիդ պատվեր տվեց մեզ, այսինքն Քրիստոսը մեզ պատվեր տվեց նույնը անելու միշտ ի հիշատակ իրեն։ Հիմա տեսնում եք, սիրելի ժողովուրդ, պատարագը մատուցելը քահանայի կողմից եւ պատարագին մասնակցելը պատվեր է Քրիստոսից նույնը անելու միշտ ի հիշատակ իրեն։ Սրանից հետո ոնց են մարդիկ ասում, թե ես տունը կաղոթեմ, ես տունը իմ համար իմ աղոթները կանեմ, ինչ պետք է գնամ եկեղեցի։ Դու եթե տենց բան ես ասում, դու вообще ոչ մի բան չգիտես քրիստոնեության մասին, ոչ էլ ավետարան ես կարդացել։ Ստեղ ասում է, չէ, Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ չասեց, այս արեք իմ հիշատակի համար։ Ուրեմն քահանան շարունակում է այդ երկար կենտրոնական գոհաբանության աղոթքը։ Հələ չենք հասել այն տեղին, որտեղ որ հացը պետքա փոխարկվի Քրիստոսի մարմնին։ Քահանան ասում է. Քո միածին որդիդ պատվեր տվեց մեզ նույնը անելու միշտ ի հիշատակ իրեն, եւ մեր մարդկային բնության հետ հասարակած ունեցած իր մարմնով իջնելով մահվան ստորնագույն վայրը եւ դժոխքի դռների կապանքները ուժգներով խորտակելով քեզ միայն ճանաչեցրեց մեզ որպես ճշմարիտ Աստված, դու որ Աստվածն ես ողջերու եւ մեռելների։ Եվ հիմա մենք եւս, ով Տեր,
այս պատվերին կմատուցանենք քեզ քո միածին որդու փրկական մարմնի եւ արյան խորհուրդը, որ պատվերին, այն պատվերին, որ Քրիստոսը մեզ տվեց վերջի ընթրիքի ժամանակ, ասելով առեք երեքսային մարմինն է, սա արեք իմ հիշատակի համար։ Եվ հիմա մենք եւս ով Տեր ըստ այդ պատվերի մատուցում ենք քո միածին որդու փրկական մարմնի եւ արյան խորհուրդը, հիշում ենք մեզ համար իր կրած փրկագործ չարչարանքը, այսինքն հիշում ենք Քրիստոսի չարչարանքը, կենսատու կյանք տվող խաչելությունը, երեքօրյա թաղումը, երանելի հարությունը, աստվածանման համբարձումը, քո աջ կողմը նստիլը, ով Հայր, եւ իր ահավոր եւ փառավոր երկրորդ գալուստը դավանում ենք եւ օրհնում։ Ոստեղ Քահանան ասում է, եւ քոյինների քուկդ քեզ կմատուցանենք բոլորին կողմից եւ բոլորի համար։ Եվ սկույսի քոյոց քեզ մատուցանեմ ըստ ամենայնի եւ հաղագս ամենեցին։ Այսինքն ինչ որ կոմոտ է քեզի հետ քոկդ քեզ կմատուցենք բոլորի կողմի եւ բոլորի համար եւ դպիրներն անում է ամեն բանի ասում են դպիրները եւ ժողովուրդը ամեն բանի մեջ օրհնյալ ես Տեր, օրհնում ենք քեզ, գովում ենք քեզ, գոհանում ենք քեզանից, աղաչում ենք քեզ, ով Աստված մեր Տերը։ Հիշում եք երգը ինչպես է։ Ամենայնի օրհնյալ ես Տեր, օրհնեմ քեզ։ Այդ աղոթքից հետո է որ սա ենք աղոթում։ Քահանա շարունակում է այդ երկար աղոթքը, հələ նոր կեսին ենք գալիս։ Ասում է արդարև քեզ գովում եւ միշտ կգոհանում ենք քեզանից, ով Աստված մեր Տեր, որովհետեւ մեր անարժանությունը անտեսելով մեզ սպասավոր կարգեցիր այսպեսի ահավոր եւ անպատմելի խորհրդին։ Քահանան ասում է ես անարժան մարդ եմ, բայց դու իմ անարժանությունը Տեր անտեսեցիր եւ ինձ սպասավոր կարգեցիր այս ահավոր եւ անպատմելի խորհրդին։ Ոչ թե մեր բարեգործությունների համար, որոնցից զուրկ ենք միշտ եւ իսպար դատարկ, այլ քո հորդարատ նեղությանդ ապավինած, համարձակվում ենք մոտենալ եւ սպասավորել մարմնին եւ արյունին քո միածնիդ, մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որին վայելը փառք իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հայ առաքելական եկեղեցու մեջ մի սովորություն կա, երկար աղոթների մեջ քահանան աղոթքի կեսից դառնում է դեպի ժողովուրդը եւ ասում է խաղաղություն բոլորին։ Ժողովուրդն ասում է եւ ընթոքվույթքում, այսինքն քո հոգուն էլ խաղաղություն եւ սարկավագը ժողովրդին ասում է ժողովուրդ եկեք Աստծուն երկրպագենք, ասում է Աստուծո երկրպագեցուկ, ժողովուրդն ասում է առաջի քո Տեր, քո ներկայությանը Տեր եւ շարունակում է որդի Աստծո երկը, հիշում եք Հայր Աստծո նկատմամբ երկար, հիմա շարունակում է որդի Աստծո, բայց աղոթքը հələ հոր Աստծուն է դիմում։ Որդի Աստծո, դու որ զոհվում ես հոր հետ հաշտության սիրուն, այսինքն դու զոհվում ես, որ մեզ մեղավորներից հաշտեցնես Հայր Աստծո հետ։ Դրա համար միակ միջնորդը մարդու եւ Աստծո հաշտության Տեր Հիսուս Քրիստոսն է։ Որդի Աստծո, դու որ զոհվում ես հոր հետ հաշտության սիրուն եւ որպես կենսատու հաց բաշխվում ես մեր մեջ, այսինքն կյանք տվող հաց բաշխվում ես մեր մեջ, քո սուրբ արյունանդ հեղումով աղաչում ենք քեզ։ Ողորմիր քո արյունովդ փրկված հոտին։ Ողորմիր այս ժողովրդին, որ փրկվում են քո արյունով, աղաչում ենք։ Այդ երկն սենց է, հիշում եք։ Առաջի քո Տեր, որդի Աստուծո, որ պատարակյալ հորի հաշտություն, որ պատարակվում ես հոր հետ հաշտության համար։ Եվ դրանից հետո քահանան էլ ինքը ասում, երկրպագում ենք, աղաչում ենք եւ խնդրում ենք քեզանից, ով բարերար Աստված, քեզ հավիտենակից եւ էակից Սուրբ Հոգուտ ուղարկիր մեր այս ընծայի վրա։ Տեսակ, հորը աղաչում ենք, ասում ենք, բարերար Աստված, ուղարկիր քեզ էակից, այսինքն քո էությանից բխող Սուրբ Հոգուն այս ընծայի վրա։ Ընծան ո՞րն է։ Հացը եւ գինին, որը որ պատարակի սկզբից բերվեց դրվեց սեղանի վրա, որը հիմա պետքա Սուրբ Հոգու գալով փոխակերպվի դառնա Քրիստոսի մարմինն ու արյունը, բայց մենք երբ որ գալիս ենք մոտենում ենք հաղորդություն վերցնելու, մենք հենց տեսնելու ենք հաց եւ գինի, որովհետեւ դա մեծ ողորմություն ասում են եկեղեցու հայրերը, որ մենք չենք տեսնում մարդկային մարմին եւ արյուն, որովհետեւ եթե մենք տեսնենք մարդկային մարմին եւ արյուն, դժվար կլիներ մեզ ուտելու դա, չէ, բայց Աստծո ողորմությունն է, որ մենք տեսնում ենք հաց եւ գինի։
Եվ քահանան Սարգսակն ասում է ամեն օրհնիր Տեր, եւ քահանան ասում է որի միջոցով, այսինքն Սուրբ Հոգու միջոցով, օրհնիր այս հացը եւ դարձրու ճշմարիտ մարմինը մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ 3 անգամ ասում է, խաչակնքում է եւ ասում է Սուրբ Հոգու միջոցով օրհնիր այս հացը եւ դարձրու մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը։ Սա ասվում է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, որ ասեց Արեգ Կերեքսայի մարմինն է, այս Արեգի միշատակի համար։ Հետո վերցնում է գինին եւ ասում է. «Եվ օրհնիր այս բաժակը եւ ստուգապես արա արյունը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի», այսինքն ստուգապես դարձրու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Փրկչի արյունը, 3 անգամ է դա է ասում եւ ապա 3 անգամ էլ ասում է, որի միջոցով, սրա միջոցով օրհնիր այս հացն ու գինին, այսինքն Սուրբ Հոգու միջոցով, օրհնիր այս հացն ու գինին եւ ճշմարտապես դարձրու մարմինը եւ արյունը մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, փոխարկելով նրանք քո Սուրբ Հոգիիդ շնորհիվ։ Այսինքն պատարագի ժամանակ այդ զարմանալի հրաշքը, որ կատարվում է, հասարակ հացը եւ գինին, ժողովուրդ ջան, փոխարկվում է, դառնում է Քրիստոսի մարմինն ու արյունը։ Դրա համար մենք հավատում ենք, որ երբ որ գնում ենք հաղորդություն վերցնելու, մենք ստանում ենք Քրիստոսի Աստծո որդու մարմինը եւ արյունը։ Այդ ժամանակ դա կատարվում է Սուրբ Հոգով։ Այդ ժամանակ ժողովուրդը երջախումը երգում ասում է. «Հոգի Աստուծո, դու երկնքից իջնելով քո փառակցիտ խորհուրդն ես կատարում մեր ձեռքերով», այսինքն Աստուծո Հոգի, դու երկնքից իջնելով կատարում ես քո փառքի կիսողին, այսինքն Քրիստոսի խորհուրդն ես կատարում մեր ձեռքերով, քահանան ասում իր քահանայական ձեռքերով։ Իր արյան հեղմամբ, այսինքն Քրիստոսի արյան հեղմամբ, աղաչում ենք քեզ, հանգիստ տուր մեր ննջեցյալների հոգիներին։ Եվ սիրելի ժողովուրդ, այստեղ ավարտվում է այդ մեծ աղոթքի այս բաժինը, սկսվում է հիշատակությունները, դրա մասին կանդրադառնամ հաջորդ ձայնագրության մեջ։ Հիմա դուք տեսաք ինչ կարևոր բան է կատարվում պատարագի ժամանակ։ Այս ձայնագրությունը մի հատ էլ լսեք ժողովուրդ ջան, ցույց տվեք, թող ձեր երեխաները նայեն, ձեր ընկերներին ուղարկեք, ովքեր որ պատարագի են գնում, ասում են բան չենք հասկանում։ Շատ կարևոր է նստել, սովորել, մի ձայնագրության բան չի լինի, եթե քո համար կարևոր է Աստուծո որդու հետ հաղորդվել, եթե քո համար կարևոր է այս նեխող, փտող մարդկային բնությունը կպցնել Աստուծո որդու կյանք տվող, չվերջացնող այդ կյանքին, որպեսզի նրանից սնվես, ապա դու գնա եւ սովորի պատարագը եւ ամեն Կիրակի երկյուղով եւ հավատքով մոտեցիր ուշադրությամբ, լսիր, հնազանդվիր, մի նայիր աջ ու ձախ, անջատի քո հեռախոսը, թող մեքենայիդ մեջ կամ թող տունը, որ չխանգարես ոչ քո աղոթքը, ոչ էլ ոչ մեկի աղոթքը, եւ արի եւ ձգտի Տեր Հիսուս Քրիստոսին, որը խոստանում է ձրի հավիտենական կյանք։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, Աստված ձեզ օրհնի պահպանի, անպայման գնացեք Կիրակի օրերը պատարագներին եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին վայելե փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։